Թրամփը հիասթափված է, ռուս-ուկրաինական կարգավորումը ձգձգվում է։ Հարցին Պուտինը ցանկանում է դադարեցնել պատերազմը, Թրամփը որոշակի պատասխան չի տվել, միայն հայտարարել 2 շաբաթ անց կտեղեկացնի։ ԱՄՆ նախագահը նաև պատրաստակամությունը հայտնել անհրաժեշտության դեպքում եռակողմ հանդիպում անցկացնել ՌԴ եւ Ուկրաինայի նախագահների հետ։ Զելենսկին ի պատասխան առաջարկին պատրաստակամություն է հայտնել եռակողմ հանդիպում անցկացնելու, վստահեցրել, պատրաստ է բանակցել ցանկացած ձևաչափով, լինի դա Վատիկանում, Շվեյցարիայում եւ այլ վայրում։ Մոսկվան իր հերթին Կիևին առաջարկում է բանակցությունների երկրորդ փուլն անցկացնել հունիսի 2-ին կրկին Ստամբուլում։ Ըստ Լավրովի, պատրաստ են հենց այդ օրը ուկրաինական պատվիրակությանը ներկայացնել խաղաղ կարգավորման հուշագիր, որը ներառում է հակամարտության հիմնապատճառների հաղթահարման Մոսկվայի պատկերացումները։ Ստամբուլը դառնում է հիմնական հարթակը ռուս-ուկրաինական բանակցությունների համար։ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուի հայտարարությունն է։ Թուրքիան մեծացնում է իր դերը որպես միջնորդ։ Ստամբուլի հարթակի ակտիվացումը վկայում է արևմուտքից հարաբերական հեռացման եւ բազմաբևեռ դիվանագիտական ճակատի ձևավորման մասին։